Ընտրությունների արդյունքների վիճարկման քննության 4-րդ օրը դատարանը կողմերի ներկայացրած միջնորդություններն էր քննում այն պահին, երբ արդարադատությունը փոքրիկ վնաս է կրում։ Լավ, հետո կշտկենք, արդարադատությունը շատ մեծ վնաս չկրեց, խնդրեմ։ Քանի դեռ Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը 3 մասի չէր բաժանվել, ընդդիմության ներկայացուցիչներին հարցեր էր տալիս Բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը, որի մասնակցության հարցը ընտրական վեճին խնդրահարույց էին համարել դիմումատու 7 ուժերից առնվազն 4-ը։ Հարց սողում եմ 3 քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ Սեդա Սաֆարյանի հարցը, որն ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, սկանդալային է։ Սաֆարյանը պնդում է, թե Ռուսաստանի նախագահը իր բարերով պաշտպանության տակ է առել 3 ուժերին, հետո հարցնում է, թե դա ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքի վրա։ 3 ուժերին խնդրում եմ պարզաբանել, թե այդ ընտրություններից առաջ, շատ ավելի առաջ, նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խոսք, որոնք հիմնականում պաշտպանության տակ էին առնում այդ 3 ուժերին եւ չէին էլ թաքցնում դա, որևէ ազդեցություն կարող էր ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ընտրողի ազատ կամքի ձևավորման վրա եւ ինչու է գործոնը դուրս մնացել ձեր դիմումի փաստարկներից։ Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նախորդորում է դադարեցնել 3 ուժեր ձևակերպումը։ 3 ուժերի նույնացման գործընթացը դադարեցնենք, դա ուղղակիորեն տեղավորվում է քաղաքական ուժերից մեկի, քաղաքական ուժից 3-րդ անձի քաղաքական պնդումների դաշտի լույսի ներքո, հակառակ դեպքում ես խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին, այդ թվում նաև բացակայող 2 դատավորներից որևէ մեկին քննարկեն Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորությունը այս նոր փաստերի լույսի ներքո։ Հետո Օրբելյանը պնդում է արտերկրից աջակցություն ստացած միակ կուսակցությունը ԿՊ-ն է։ Մի քաղաքական ուժ կա, որը անվանական ստացել է աջակցություն եւ այդ աջակցությունը օգտագործել է ընտրական գործընթացների մեջ։ Դա քաղաքացիական պայմանագիրն է։ 2 օտարերկրյա պետությունների նախագահներ, որոնք իրավունք չունեն ոչ միջազգային իրավունքի, ոչ ընտրական իրավունքի լույսի ներքո մասնակցել Հայաստանի Հանրապետության նախընտրական պատասխանում է։ Ես պատասխանեք, եթե դուք գտնում եք դրա հասցեատերը չի թող չպատասխանի։ Շատ ներողություն եմ խնդրում։ Բարձր դասմեն չի տեղ չի գտել, նկարագրում եմ ինչնատեղ գտել։ Չէ, պարոն Օրբելյան, 1 վայրկյան։ ՍԴ նախագահը ընդհատում է Օրբելյանին առաջարկում ճշտել 3 ուժեր ասելով, որ ուժերին նկատի ունի Սաֆարյանը։ Ուժը Հայաստանին ավերաբերվում եւ Հայաստան Դաշնքին։ Շատ բարի, Տիկին Սաֆարյան, այդ 2-ը Բարգավաճ Հայաստանին չի վերաբերում Պուտինի մասին հարցը, ասում է Սեդա Սաֆարյանը։ Օրբելյանի հետ բանավեճի ավարտից հետո Արամ Վարդևանյանն է արձագանքում Սաֆարյանի հարցին։ Նախ դատարանից փորձում ճշտել քաղաքական թե իրավական հարց է բարձրացրել Սեդա Սաֆարյանը։ Սա քաղաքական բնույթի հարցադրում է, թե իրավական։ Սահմանադրականության տեսանկյունից գնահատում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որի շրջանակներում մենք ներկայացրել ենք հարցադրումներ։ Պարոն Վարդևանյան, ես խնդրում եմ ելույթի մի վերացեք։ Հարցը է, դուք այդ հարցին խնդրում եմ պատասխանել։ Այսինքն իրավական սահմանադրական բնույթի հարց ավարտել, պարոն Վարդևանյան։ Վարդևանյանը պնդում է Սեդա Սաֆարյանի հարցից տպավորություն է, թե Սահմանադրական դատարանի դատավորը ոչ թե հարց է տվել, այլ հակափաստարկներ հնչեցրել։ Տպավորություն առաջացավ, որ հակափաստարկում է ներկայացվում, որը կարող էր իրականացվել 3-րդ անձի կողմից, կարող էր իրականացվել պատասխանողի կողմից։ Փաստաբանի պնդմամբ Սեդա Սաֆարյանի հայտարարությունը հիմք կարող է դառնալ, որ քննությանը Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարց բարձրացնի դատավորներից մեկը։ Կանխակալության կամ անաչառության մտահոգություն առաջացնում է։ Շնորհակալ եմ, պարոն Վարդևանյան։ Հայաստան Դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը խնդրում է Բարձր դատարանին, որ Սեդա Սաֆարյանը կրկնի հարցը։ Դատավորը կրկնում է ու մեկ այլ սկանդալային հայտարարություն անում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում արտաքին գործերի նախարարությունը, բարբերաբար Հայաստանի Հանրապետության իշխանության դեմ հակաքարոզչություն, իսկ մյուս քաղաքական ուժերի դեմ պաշտպանություն են իրականացրել։ Հարցի հասցեատերը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, պնդում է Արծվիկ Մինասյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը պատասխանատու է նախընտրական քարոզչության վրա ազդեցության գնահատման առումով, իրավապահ մարմինները, ընդ որում ամբողջական կազմով արտաքին ազդեցության տեսակետից
բոլոր ուղղություններով։ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Տատևիկ Սողոյանի բարերով Սեդա Սաֆարյանի հարցերի ենթատեքստը կանխակալ դատողություններ է պարունակում երեք ուժերին եւ դա հիմք է, որ դատավորները քննարկեն Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությունը այս քննությանը։ արդյունքների վրա Ալբերտ Սերոփյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։